այդ ճանապարհները հլա սարքած չի եղել, ուսուցիչները ձմեռ եղել, ուսուցիչները մի քիչ ուշանալով էին էլի գալիս, մնում էին ճանապարհում, ընկերան들յան դե գնում էր բերում։ Ճանապարհը ինքը շատ կարևոր ենթակառուցվածք է, որի սարքին լինելը ոչ միայն ասֆալտապատ լինելը ոչ միայն դպրոցի համար էր անհրաժեշտություն, այլ նաև ամբողջ գյուղի համար։ Քանի որ ունենք մասնագետների խնդիր տեղում ու բավականին ժամանակ է եղել այդ խնդիրը, նաև խնդիրներից մեկը, պատճառներից մեկը ճանապարհն էր, որովհետև շատ-շատերը հրաժարվում կամ չեն ցանկանում այստեղ աշխատանքի ընդունել։ Իսկ հիմա իրավիճակը այլ է։ 10 ուսուցիչ շատ հանգիստ, հարմարավետ երթևեկում են, ուղղակի մի խնդրանք ունենք պատկամարմիններից, երբ որ կլինեն ձյան տեսքով տեղումներ, անպայման մշակեին ճանապարհը, որպեսզի արտառոց ոչինչ չլիներ։ Նախկինում մենք չենք կարողացել հեծանիվ քշենք, բայց հիմա մեծ համարի հեծանիվներ ենք կարողանում քշենք։ Նախկինում ուրիշ խաղեր էինք խաղում, վազում էինք, ինչ-որ խաղեր էինք մտածում, որ խաղանք։ Մարդիկ կարողանում էին գնալ իրանց տան սեղանի համար գնումներ կատարել։ Ճանապարհներ, որ ասֆալտը լավ է։ Առաջ կամանց էին գնում, դրնգում էր այդպես։ Ձմեր պապիկը դե որ եկել է, էլ մյուս ճանապարհով չէր կարա, այս ճանապարհով է եկել։ Սարերով ուղղակի սենց գնում է, իջնում այս ճանապարհով էլի գալիս։ Շատ մեծ կարևոր է ճանապարհիչներ ազենք անձապես ավտո ունեմ։ Գորիս քիմի մի ժամ տևում էր հələ շատ։ Լրիվ ջարդ փյուր էր դառնում։ Հիմա ազատ քիմենք եմ, շատ լավ է։ Հետի փոխեց շատ մեծ բան, այսօր եթե մարդիկ ունեն մի գործ, ինչ որ Գորիսում, այվատ շատ դժվար էր գնալ։ Հիմա հեշտ գնում է գալիս։ Ու ամեն ինչ համար։ Այսօր հիվանդան ալկա չգիտեմ ինչ կա, ամեն ինչ հասցնել տեղ, ամեն ինչ լրիվ պարզ չի որ հեշտ է ստացվում։ Նոր տարվան մեզ նվերը այս տարվան ճանապարհն էր մեր գյուղին։